մենք միասին շփվում ենք։ Հասկացա։ Մյուս հիմնական հարցը, որը վերաբերում է, դե քանի որ մեր նամակն է վերաբերում էր վարչապետին անվստահություն հայտնելու, ես դրա հիմքերն էի ուզում քննարկել հանձնաժողովի հետ։ Եվ խնդրում եմ, որ դա փոխանցեք հանձնաժողովի, քանի որ ազգային ժողովը վերահսկում է կառավարության գործունեությունը, իսկ մեր սահմանադրությամբ կառավարությունը համարվում է այն մարմինը, որը իրականացնում է պետության ներքին արտաքին քաղաքականությունը միայն իր գործունեության ծրագրի հիման վրա։ Այսինքն իր ծրագրից դուրս ոչինչ անել իրավունք չունի եւ պարտավոր է անել այն դրույթներ իրագործել, որոնք ներառված են կառավարության ծրագրում։ Հիմա ես կառավարության ծրագրից առանձնացրել եմ այն էջերը, որոնք առավելապես ճիշտ ասած ոչ մեկ չի կատարվել, ասենք ցանկացած էջ կարելի է։ Այսինքն իրավական հիմքերն եք դուք առանձնացրել եմ այն էջերը, որոնք առավելապես ձեր հանձնաժողովի իրավասության տիրույթում են, այն բնագավառները, ասենք օրինակ 36 էջում կառավարության ուրեմն ծրագիրն է գյուղատնտեսության բնագավառը։ Հիմա որպեսզի ձեզ չծանրաբեռնեմ, դա ձեզ հասանելի է այս ծրագիրը, ազգային ժողովում հավանության արժանացած ծրագիրը, այս գյուղատնտեսության ոլորտի գրեթե ոչ մի ծրագիր, ոչ մի նպատակադրում կառավարությունը չի կատարել։ Նույնը վերաբերում է բացի մեկից, մի փոքր ծրագիր սուբվենցիաների սերմացումները, լիցենզավորված սերմացումները հեկտարի կտրվածքով սուբսիդավորում են տալիս, այդ մի ծրագիրը կա իրանց որդեգրած գյուղատնտեսության ոլորտի վերաբերվող մնացածները։ Ամեն դեպքում իմ տպավորիչ կարող է ինչ-որ մի ծրագիր հատվածային, ինչ-որ որևէ մարզում կամ որևէ սահմանափակ, բայց կառավարության ծրագրերը դրանք համընդհանուր իրագործման են, այսինքն լայն պետական աջակցության ծրագիր գյուղացիական տնտեսություններին սերմացու, դիզվառելիքի տրամադրման կամ ազոտական պարտանյութի ծրագրերը վաղուց դադարեցված են։ Եվ հիմա կառավարության ծրագրում էր նախանշված ուղղությունների մեծ մասը, տենց ասենք, բացարձակ չնշենք, մեծ մասը չի կատարվել։ Նույնը վերաբերում է, ասենք 42-րդ էջին, որը վերաբերում է բնական ռեսուրսների կայուն կառավարմանը, հատկապես հանքարդյունաբերական ոլորտում, որտեղ կառավարությունը գրեթե ոչ մի քայլ չի իրականացրել։ Նույնը վերաբերում է 48 էջերում ջրային տնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականության, ասենք օրինակ ցանկացած մի կետ կարդամ, իրականացվելու է Արփասեվան թունելի վթարային առանձին հատվածների հիմնանորոգման աշխատանքներ։ Օրինակ ես երբևէ չեմ լսել, որ կառավարությունը այդ թունելի վերանորոգման ուղղությամբ որևէ ծրագիր, որևէ ջանք, ինչքան գիտեմ, իրանք սպասարկման պահպանման համար գումար են դնում, բայց խոսքը վերաբերում է առանձին վթարային հատվածների հիմնանորոգմանը, այլ ոչ թե թունելի ընթացիկ սպասարկմանը։ Դե ընթացքում եթե սպասարկում են վթարկը, լավ չէ բանանում, դե կարծում եմ սուբվենցիաները, որ ծախողվել է այս ժամանակին չէ դել կարևոր բանա, պետք է թող ձեր աչքից իշխված չլիներ, էլի։ Սուբվենցիաները որ չի կատարվել։ Այնտեղ նաև ասեմ ձեզ, որ դեռ 19 թվականին մի հատ ուրիշ լուրջ խնդիր կա, որ կառավարությունը մի քանի միլիարդ դրամի փոխհատուցում է տրվել ջրօգտագործողների ընկերություններին, հատկապես Արմավիրի Արարատի մարզում, իրենց կուտակած պարտքերի, այսինքն ջրօգտագործողների ընկերությունները նրանք պետքա շահույթով աշխատեն, այսինքն այնպիսի գներ է սահմանված մեր հողօգտագործողների համար ջրի վարձ, որ այդ ծառայությունների մատուցման դեպքում ընկերությունները նույնիսկ պետքա շահույթ ունենան։ Պարոն Ղազարյան, եթե շահույթ չի, ես դրանց շատ կոմպետենտ եմ եւ ծանոթ եմ, իհարկե գիտեմ, իսկ քննարկենք, որ նաեւ ավելի բաց եմ, հետո կանդրադառնանք այդ բոլոր հարցերին, ինչու որ ես կարող եմ կարծում եմ բոլոր հարցերին կպատասխանեմ։ Իրանք հոսանքի տեսքով սուբսիդավորում են տալիս ջոյերի, որպեսզի ռոռոկումն իրականացնեն եւ մեխանիկական եւ ինքնաուս եղանակով, հատկապես մեխանիկական պոմպակայաններին սուբսիդավորում։ Այո, դուք ճիշտ եք, բայց նկատելով որ կորուստները շատ է, ռոռոկման առումները ես ծերնման յուղի տղա եմ, ծանոթ եմ, տեղական գիտեմ որտեղ։ Կորուստներով պայմանավորված ուղի կորուստ կա, ջրի կորուստ կա եւ ինքնածախսածածկումը չի փակում, կարճ ասած։ Դրա համար իհարկե նախկինում էլ այդ պարտքերը կուտակվել են եւ պետությունը փորձում է այդ պարտքերը իր տված միջոցներով ջրի, թե դրանք ինչքան են արժանահավատ, դա ես ինչքան գիտեմ իրավական համակարգն էլ զբաղվում դրանից, ուղղակի գումարի չափը որը չեսնեք, ես ինձ մոտ կֆիքսեմ, էլի։ Գումարի չափը ես հիմա չեմ հիշում, կառավարության որոշումով դա հատկացվել, դա դժվար չի
ստուգել է, խնդիրը այն է, որ ջրօգտագործողների ընկերությունների հետ մեծ պարտքերի կուտակումը առավելապես պայմանավորված է ոչ արդյունավետ կառավարման հետևանքով։ Իսկ ոչ արդյունավետ կառավարումը երբեմն լնում է ոչ ճիշտ կադրային քաղաքականության միջոցով։ Օրինակ Արագածոտնի մարզում իրաց ջրօգտագործման ընկերության ղեկավարը նշանակ է մի մարդու, որը բացի դրանից, որ ոլորտի հետ կոմպետենտություն չունի, նաև հայտնի է քրեական պատմություններով, անչափահաս երեխայի նկատմամբ բռնություն գործադրելով եւ այլն, եւ միաժամանակ վարչապետի հետ մասնակցում է տարբեր միջոցառումների, թվում Գյումրու համայնքի ավականու քարոզարշավին։ Այսինքն, եթե իրենք ժամանակին զբաղվեն իրենց խնդիրներով, այդ ընկերությունները այդ պարտքերը չեն կուտակի եւ պետական բյուջեից էլ նման հատկացումներ չի լինի, ընդ որում կառավարության ծրագրում նման բաներ նախատեսված չի։ Նույնը վերաբերում է, ասենք, 76-րդ էջում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում գնահատման մասին է խոսքը։ Այստեղ էլ գրեթե ոչ մի դրույթ կառավարությունը չի իրագործել։ Եվ հանձնաժողովի իրավասությանը վերաբերող մյուս բնագավառը դա տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարումն է, այստեղ խոսում է, որ պետք է տեղական ինքնակառավարման մարմիններին ապակենտրոնացման արդյունքում նոր լիազորություններ վերապահվեն, ոչ մի բան այս 4 տարվա ընթացքում չի արվել։ Ես բազմաթիվ անգամ հնչեցրել եմ, դուք երևի զբաղված եք այդ չեք բարի։ Տեղական ինքնակառավարումը որպես այդպեսին իր լիազորությունները քննալով կրճատվում է։ Այնը պատասխանատվություն է թողնում։ Այդ թվում է ստուգումների մասին օրենքը բերեցին ՊՎԾ-ի, դատախազական վերահսկողություն, մնացած բաներ, մրցույթներ եւ այլ, այսինքն տեղական ինքնակառավարը որպես այդպեսին այդ լիազորությունները քննալով կրճատվում։ Շնորհած այն բանի խոշորացման արդյունքում վարչատարածքային բաժանմասները բերեցին, որ մեծ լիազորություններ դիտի, այդ թվում նոտարական ծառայություններ, ԶԱԳՍ-ները, մնացածները պետք է փոխանցվեն համայնքներին, այդպես էլ չփոխանցվեց եւ քննալով ինքնուրույնությունը կրճատում է տեղական ինքնակառավարումը։ Ես լրիվ ձեզ հետ համաձայն եմ, այսինքն մենք պաստորեն ընդհանուր է մեր մոտեցումը, որ այս ոլորտում նույնպես կառավարության ծրագրի հիմնական դրույթների մեծամասնությունը չի կատարվում։ Ոչ չի կատարել եւ դրանք իրեն ամստացիան հայտնելու հիմքը իրավական առումով ես դա տեսնում եմ։ Այո։ Այսինքն բոլոր նախադրյալները կան, օրենքով հատկապես մեր ոլորտում գյուղատնտեսության, շրջակա միջավայր, տեղական ինքնակառավարում, համայնքների համաչափ զարգացում, ապակենտրոնացում այդ բոլորը եւ մենք տեսնում ենք։ Այո։ Կան բոլոր բավարարական հիմքերը կա, դա նոր բան չի, ես ավելի լավ շնորհակալ եմ, դուք առանձնացրել եք, ես դրանց ձեր ասացած կետերով նկարում եք եւս մեկ անգամ կասնեմ, որ ավելի հիմնավոր լինի, բայց դրանք ես տեսնում եմ։ Շատ լավ։ Ուրեմն իմ խնդրանքն է որպես Հայաստանի քաղաքացի, ոչ միայն ձեզ որպես պատգամավորի, նաև ձեզ որպես պատգամավորի եւ խնդրում եմ, քանի որ ընդունելության ձևաչափը հանձնաժողովինն է եւ կարող են այստեղ լինել հանձնաժողովի բոլոր անդամները, ես ձեզ խնդրում եմ ձեր հանձնաժողովի բոլոր անդամներին, ոնց որ ասիկ առաջիկա նիստում Ալումյանի մասով միայն այն մասով, այլ նաև հանձնաժողովի մյուս անդամներին փոխանցել քաղաքացու առաջարկը, որ հաշվի առնելով, որ կառավարությունը չի կատարում իր գործունեության ծրագիրը, նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը։ Խնդրում եմ դա փոխանցել հանձնաժողովի բոլոր անդամներին։ Ես դա կնչեցնեմ եւս մեկ անգամ ասեմ գլխադասային հանձնաժողովի, որտեղ ես անհատապես չեմ կարող ձեր խոսքը փոխանցել, որտեղ բարձրադրումներ կլինեն, որոնց ասացիաները ես չեմ, դուք պետք է դրան պատասխանեք։ Ես ընդհանրապես ավարտել խոսքս, ես ձեր առաջարկությունը խնդրանք ձևակերպել անպայման կչեսնեմ որպես քաղաքացի եւ պատգամավոր կապողողակը հանձնաժողովում բարձրաձայնեմ ձեր վերած ձեր կողմից բարձրացած երկու հարցերը կչեսնեմ այդտեղ պատասխանը դուք կլսեք կարծում եմ։ Շատ լավ, քանի որ հանձնաժողովի նիստերը նախապես է կազմակերպվում եւ հանձնաժողովի նախագահն է նաեւ որոշում թե ում հրավիրի հանձնաժողովի նիստերին, անհրաժեշտության դեպքում պարզաբանումներ տալու համար, խնդրում եմ նաև փոխանցեք պարոն Ղալոբյանին իմ պատրաստակամությունը, որ եթե ինքը որոշում կայացնի ինձ հրավիրեք հանձնաժողովի նիստին, որպեսզի ես հանձնաժողովի անդամներին տամ անհրաժեշտ պարզաբանումներ տեղում, այդ խնդիրը բարձրացնելուց հետո խնդրում եմ հայտնեք իմ պատրաստակամությունը, որ եթե ինքը ինձ հրավիրի, ես անպայման կգամ կմասնակցեմ նաև առաջիկա նիստին։ Նաև քաղաքացի Էդգար Ղազարը պատրաստակամը հանձնաժողովին ներկայանալու իր արձագանքները բարձրացնելու եւ պատգամավորների հարցերին պատասխանելու նրանց պարզաբանումներ ներկայացնելու համար։ Շատ լավ։ Ես ավարտեցի, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ ձեզ, լավ մնացեք։